Սիրելի հավատացյալ ժողովուրդ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր հավաքվել ենք մեր եկեղեցու մեջ, մեր աղոթքը վերառաքելու առ Աստված մեծի պահոց երկրորդ կիրակին, որը կոչվում է արտաքսման կիրակի։ Հիշում ենք անցյալ կիրակի մեր եկեղեցիներում տոներ բուն բարեկենդանի։ Մենք վերհիշում ենք դրախտային կյանքը մարդու, Ադամի և Եվայի։ Հիշում ենք նաև, որ Տիրոջ կողմից պատվեր կար, հրահանգ կար, երբ որ ստեղծեց Ադամին և Եվային, իրենց ասեց ամեն ինչից կարող եք օգտվել, բացի այս երկու ծառերից։ Հիշում եք, որ ծառերն են դրանք։ Դա կենաց ծառներ և գիտության ծառներ, որոնք որ արգելված էին իրենք ուտելու։ Որոշ ժամանակ անց չարը սատանան մոտենում է Եվային և ասում է, որ այս պտուղը, որ ձեզ արգելված է ուտել, եթե ուտեք, դուք էլ Աստված կդառնաք։ Հետո հեռանում էինք անմիջապես, չի համոզում, պարզապես հեռանում է։ Եվ Եվան ուտում է այդ պտղից, շատ համեղ էր այդ պտուղը և նաև առաջարկում է Ադամին, և Ադամը նույնպես ուտում է արգելված պտուղը։ Երբ որ Տերը իմանում է այս մասին, ինքը վտարում է իրենց դրախտից։ Սա էր Աստծո ստեղծված դրախտային կյանք, մարդու դրախտային կյանքի պատմությունը և նաև արտաքսման պատմությունը։ Եվ այսօր մենք միասին հավաքվել ենք եկեղեցու մեջ, որպեսզի մեկ անգամ վերհիշենք այս պատմությունները Աստվածաշնչի և նաև իմաստավորենք և կարողանանք մեր ապրած կյանքի ընթացքում ճիշտ քրիստոնեական վարդապետության մեջ ապրել։ Հայ առաքելական եկեղեցու կողմից այս շրջանը կոչվում է մեծի պահոց շրջան։ Ժամանակ է տրվում մեր հավատացյալներին, որովհետև դիմացը պիտի լինի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հարության տոնը։ Եվ խնդիրը նա է, որ յուրաքանչյուրս կարողանանք պատրաստել մեր նյութեղեն մարմինը և հոգին բնակարան դարձնելու համար մեր հոգիները Քրիստոսի, հարության Քրիստոսի ներկայության։ Եթե այսօր մենք ճիշտ չընկալենք և չապրենք մեծի պահոց այս շրջանը, մենք չենք զգա նաև Սուրբ Քրիստոսի հարության լույսը, ավետիսը։ Եվ ահա այս մի քանի կիրակիները, որ մեր առջև են դեռ, առիթներ են, որպեսզի մենք կարողանանք մաքրել մեր հոգիները, մեր նյութեղեն մարմինը։ Այսօր քիչ առաջ սուբսեղանից ընթերցվեց Մատթեոսի ավետարանչի 5-րդ գլխի 17-րդ համարը, որ ասում էր. «Ես չեկա օրենքներն ու մարգարեությունները լուծանելու, այլ եկա լրացնելու»։ Աստված ստեղծեց մարդուն, դրախտի մեջ բնակեցրեց և մարդ արարածը վայելեց դրախտային ամբողջ կյանքը։ Բայց ինչ եղավ, երբ որ նրանք դրախտից վտարվեցին, արդյոք նրանք ամբողջությամբ հեռացվեցին, կամ Տերը ուրիշ կերպ ոչնչացրեց իրենց, չէ, իրենց պարզապես դրախտից վտարեց։ Տվեց մի շրջան, որպեսզի կարողանան իրենք նորից վեր բարձրանալ։ Ինչու համար։ Որովհետև նորաստեղծ մարդը, որ ստեղծվել էր, Աստծո նմանությամբ էր ստեղծվել։ Ամեն մի մարդ մի աստվածիկ է որպես ստեղծված։ Եվ պատահական չի, որ ասում են, ամեն մի մարդ, երբ որ ծնված է այս աշխարհի մեջ, մի աստվածիկ է և Աստվածը գլխավոր Տերն է, ստեղծիչը։ Աստված, Աստուծոց, Տեր, Տերած, նա Աստվածն է, որ երկնքում է։
մարդ արարածը, քանի որ Աստծո կողմից է ստեղծվել, ինքը ունի այդ հնարավորությունը եւ պատահական չէ, որ Սատանան ասում էր նախամարդուն, որ կերեք եւ դուք էլ Աստված կդառնաք, որովհետեւ Աստծուց էի ստեղծված։ Բայց նրանք վտարվեցին դրախտից։ Այսօր երկրի վրա որտեղ են դրախտը, որտեղ է գտնվում, եկեղեցիներում։ Նույն եկեղեցիներն են դրախտերը, եւ նրանք, որ եկեղեցու մեջ են գտնվում, նրանք կարող են արժանանալ երկնային արքայությանը։ Բնական է եկեղեցում գտնվում են նախ մկրտությամբ, որով ստանում են Սուրբ Հոգու շնորհները, դառնում են քրիստոնյա եւ երկրային ամբողջ Աստվածապարգև իրենց կյանքը իրենք ընթանում են մի ճանապարհ, որը դեպի երկինք պիտի տանի։ Եվ այդ ճանապարհը մարդու համար դժվարություններով է երբեմն անցնում, բայց այդ հույսը հնարավորություն ունի մարդ արարած երկինք բարձրանալու։ Բայց որպեսզի երկինք բարձրանանք, նախ մենք խորը մեր քրիստոնեական կյանքով պիտի ապրենք։ Ես անցյալ անգամ, որ խոսում էի եկեղեցական խորհուրդների մասին էի խոսում, եւ նույնը այս պարագային ուզում եմ հիշեցնել, որ մենք մեր ամբողջ ժողովուրդը մեծ պահք է ապրում։ Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, երբ որ պահ ենք ասում, միանգամից զգում ենք մսի բացակայություն, որ չպետք է միս ուտենք, սա պիտի ուտենք, բայց եւ նա ուտենք։ Իսկ եթե ուտում ենք, ուրեմն մեղավոր ենք։ Չէ, որովհետեւ երբ որ մարդիկ գալիս են հաղորդություն ստանալու, մենք ասում ենք հղի կանայք, երեխաները չէ կարող են կերակրված գալ։ Այսինքն նա մեղք չի, պարզապես կարգ է, որը որ պետք է պահպանել։ Բոլոր նրանք, ովքեր որ որևէ խնդիր չունեն առողջական, բայց ինքը ուտելը կամ որևէ մի բան մեղք չի, դրանց երբ որ նրանք մեղք են դառնում, երբ որ դառնում են բնավորություն, երբ որ ապրելակերպ են դառնում։ Դա է պատճառը հավանաբար, որ այսօր շատ հաճախ մենք լսում ենք հանկարծ մեկը մի բաժակ խմի, ասում է մեղքի մեջ ընկար, կամ գինի խմեցիր մեղքի մեջ, չէ, գինով մեղքի մեջ չեն ընկնում։ Երբ որ հարբեցող են դառնում, այն ժամանակ մեղքի մեջ են գտնվում։ Բայց ամեն ինչ, որ ստեղծվել է Աստծո կողմից եւ մարդու համար է ստեղծվել։ Եվ ճանապարհը մեկն է, հաջորդ կիրակի, գիտեք, անառակի կիրակին է, անառակ որդու կիրակին է լինելու, եւ այդ ճանապարհը երեսին մեզ ցույց է տալիս, որ Աստված մեզ դրախտից վտարեց, բայց անուշադրության չմատնեց։ Չէ, մենք հետո տեսնում ենք, որ Աստված այնքան էր սիրում իր ստեղծած մարդուն, որի փրկության համար իր միածին որդուն ուղարկեց, որպեսզի գա մեղքի վրա վերցնի, խաչվի եւ հարություն առնի եւ նորից երկինք բարձրանա։ Աստված ձեռքը մեկնեց, որպեսզի մեղավոր մարդուն վեր բարձրացնի։ Եվ այս հնարավորությունը այսօր մենք յուրաքանչյուրս ունենք։ Եվ այդ հնարավորությունից բոլորս ուզում ենք օգտվել, բայց արդյոք այդպես է, չէ, իհարկե։ Շատ-շատերը, իհարկե, ես այսօր հիմա նայում եմ մեր եկեղեցին լեփլեցուն է մեր հավատացյալներով, մենք գտնվում ենք եկեղեցու ներսում։ Ադամ եւ Եվան էլ են գտնվում դրախտի մեջ, վայելում են այդ ամենը, բայց հավանաբար ինչ-որ պահի ձանձրանում եւ աշխարհայինը մեղքը միշտ դեպի իրեն է քաշում։ Բայց առավելը հոգին է։ Դրա համար այդ կերպ պիտի հոգին առավել է, քան մարմինը, ոչինչ, որ մի հատ հիվանդ տատիկ ինչ-որ բան կերավ, արգելված, կամ հղի կին, կամ երեխա, բայց կարևորը այս ընթացքը մենք ոչ թե անցկացնենք շեշտը դնելով նյութեղեն պահքին, այլ հոգևոր պահքին։ Երբ է սկսում հոգևոր պահքը մեզ համար։ Չէ՞ որ մենք առնչվում ենք ամեն օր մեղքի հետ, կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ հայտնվում ենք այդ մեղքի մեջ, եւ մենք բոլորս մեղավորներ ենք, բայց ունենք հնարավորություն մեղքից դուրս գալու։ Եվ երբ որ գիտակցում ենք մեր կատարած մեղքը, որից սկսում է արդեն մաքրման խորհուրդը։ Նախ մենք պետք է հիշենք, որ մեր կատարած մեղքերը պիտի գիտակցենք անառակ որդու նման,
Պիտի զգանք մեր կատարած սխալը եւ նորից գնանք Աստծո մոտ։ Եվ ինչպես մեզ Աստված կընդունի։ Էլի նորից պիտի մի թեթև անդրադառնամ հաջորդ կիրակին։ Անառակ որդու կիրակի ժամանակ հիշում եք, երբ որ հայրը իմացավ, որ տղան մեղանչել է եւ իրեն է գալիս, տղային չգնաց հոր մոտ, հայրը ընթառաջ գնաց։ Երբ որ մենք գիտակցում ենք, որ մեղք ենք կատարել, այն ժամանակ Աստված է, որ մեզ ընթառաջ է գալիս, մեզ բռնելու եւ մեղքից ազատելու։ Այն միջոցներով, այն կարգով, որը որ հաստատված է, որը որ մենք մշտապես կատարում ենք, մեր կատարած մեղքի հայտարարությամբ, թողության խնդրանքով եւ ազատվում ենք այդ մեղքից եւ արժանի ենք լինելու միավորվելու Քրիստոսին։ Եվ նման պարագաների մեջ ես շատ հաճախ եմ մտածում այս մասին, արդյոք մեր շատ հավատացյալներ այդ գիտակցությամբ են մտնում մեծիպահոս շրջանի մեջ։ Արդյոք իրեն գիտակցում են, որ անպայման նյութականը չի, հոգին առավել է, քան մարմինը, մեր հոգին առավել եւս պետք է մաքրենք, իսկ ինչպես կարող ենք մաքրել, անդրադառնալով, զգալով, որ մեր ընկերոջը վիրավորեցինք, կամ ծնողին վիրավորեցինք, կամ երեխային, նախ պետք է զգանք, պետք է այդ մեղքի խոստովանենք, որից հետո արդեն Աստված կգա ընդառաջ մեզ եւ դեպի երկինք, դեպի երկնային արքայություն կառաջնորդի։ Տեսեք, հրեշտակների պարագային հրեշտակներին էլ Աստված ստեղծեց։ Եվ այն ժամանակ էլ այդ վիճաբանությունը հավանաբար կար հրեշտակների, չարի եւ բարու։ Եվ չարը ոչնչացավ։ Ամբողջությամբ ոչնչացավ, երկնքում միայն բարի հրեշտակներ են, չարը չկա, բայց մարդու պարագային այդպես չէ։ Մարդու պարագային յուրաքանչյուր մարդ ունի հնարավորություն դեպի երկինք բարձրանալու։ Կործանվեցին, այրվեցին, ոչնչացան բոլոր չար հրեշտակները։ Մեղքը մնաց աշխարհի վրա մարդու համար, մարդն է, որ մեղք է գործում կամ չի մեղք գործում։ Հրեշտակները, որոնք երկնքում Տիրոջ ավելի մոտ են գտնվում, նրանք այն մաքուրներն են, որոնք մնացին երկնքում։ Եվ մենք էլ պիտի կարողանանք երկրի վրա այս ճանապարհով ընթանալ, քանի Տերը կանչում է մեզ, պիտի դուռը բախենք եւ ներս մտնենք։ Եթե մտանք եւ գիտակցեցինք, կփրկվենք։ Եթե չմոտեցանք, բնականաբար ասում են բախիր, որ բացվի քեզ, չէ՞։ Եվ մշտապես ամեն պահ վստահ լինելով, որ Տերը անպայման երկրորդ գալուստը լինելու է, ժամանակի խնդիր չկա այնտեղ։ Մինչև հիմա տարբեր ժամանակներում էլ երբեմն մարդիկ անխագուշակում են կամ չգիտեմ գուշակությունները, մարգարեություններ են անում, որ այս ժամանակ կգա, ժամանակները գալիս են, գնում են, բայց նա չի գալիս։ Որ ինչու համար, որտեղ մենք սովորական մահկանացուները չգիտենք Աստված երբ կգա, բայց լինելու է երկրորդ գալուստը։ Բայց այդ գալստի օրը չգիտի ոչ մեկ, չէ՞։ 5 իմաստուն եւ 5 հիմար կույսերի առակը հիշում եք, չէ՞, բայց մենք միշտ պետք է պատրաստ լինենք։ Եվ մշտապես սպասենք ամեն վարքյան, որ Տերը կարող է գալ եւ ասի դուր քո տնտեսության հաշիվը։ Եվ այս կիրակի օրը սիրելի հավատացյալներ, այս մտորումներն են, այս մտքերն են, որով ես բարձրացա պատարագ անելու եւ ուզեցի նաեւ ձեզ հետ կիսեի, որպեսզի առիթը ոչ թե միմյանց այսպես փոխանցվի շշուկներով, սա է ճիշտ, նա է ճիշտ, չէ, ամեն մարդ պետք է հստակ գիտակցի, որ կա մեկ ճիշտ եւ դա այն ճանապարհն է, որը որ ավետարանն է ցույց տալիս մեզ, որքան շուտ գտանք այդ ճանապարհը, ուրեմն ավելի հեշտ կարող ենք ընթանալ դեպի երկինք տանող ճանապարհը։ Իմ աղոթքն է, որպեսզի Տերը ուժ պարգևի մեզ, որպեսզի կարողանանք մեծի պահոց այս գեղեցիկ շրջանը մեր հոգիները մաքրել, որպեսզի Քրիստոսի հարության օրը առավել պայծառ հայացքով, պայծառ լույսով լուսավորված կարողանանք մեր հոգիների մեջ տեսնել հարության փրկին մեր Տեր Հիսուս Քրիստոսին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն եւ դուր մեզ համարցակաձայն բարբարով բանալս բերանս մեր կարդալս քեզ երկնավորդ Հայր